փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ։ Պարոն Ղազարյան, ձեզ կոռեկտ պահեք, դուք ստանում եք նախազգուշացում, ձեր ոչ կոռեկտ եւ ամբարտավան պահվածքի պատճառով, եւ ես ձեզ զգուշացնում եմ, հարգելի գործընկերներ, լռություն պահպանեք։ Եվ ես ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո, եթե դուք չինքնա էվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են եւ դուրս են շպրտելու այս դահլիճից եւ ազգային ժողովի շենքից։ Պարոն Կարապետյան, հիմա չեք կարող խոսել, ես ձեզ առաջարկում եմ, որ կարգի հրավիրեք ձեր падգամավորի եւ չափավորեք, հակառակ դեպքում նրան այնպես կչափավորեն, որ այլևս երբեք չի կարող այդ չափերից դուրս գալ։ Հիմա չեք կարող, հիմա խնդրում եմ, հարգելի գործընկերներ, քաղաքացիական պայմանագրի հետ վերադարձեք դահլիճ։ Հարգելի գործընկերներ, պարոն Լևոնյան, ուր եք գնում։ Զբաղեցրեք ձեր տեղերը, նիստը շարունակվում է։ Վերադարձեք դահլիճ եւ զբաղեցրեք ձեր տեղերը։ Հաջորդ ելույթի համար Սուզաննա Ավետիսյան։ Շարունակում ենք մեր նիստը։ Ես ուզում եմ սկսել անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ ես դահլիճում չեմ եղել։ Հարգելի ուժեղ Հայաստան խմբակցություն։ Ես շատ համբերատար մարդ եմ, եւ մենք շատ համբերատար մարդիկ ենք։ Եվ չնայած մենք շատ ուրախ ենք, որ դուք ի սկզբանե ընդունեցիք բարեկիրթ լինելու իմ առաջարկը, եւ ուրախ եմ նաեւ, որ Հայաստան խմբակցությունն ընդունեց այդ առաջարկը։ Ես պետք է արձանագրեմ, որ արդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոնները այս դահլիճում խախտվում են։ Այս ընթացքում 10 օրվա ընթացքում արդեն 2 անգամ հնչել է վիրավորական արտահայտություն պարոն Կարապետյան ձեր խմբակցության ներկայացուցիչների կողմից։ Մեկ անձամբ ձեր կողմից, մյուսը Էդգար Ղազարյանի կողմից։ Ես էլի եմ կրկնում, մենք շատ համբերատար մարդիկ ենք, բայց մենք ունենք պրոբլեմ։ Մեծ պրոբլեմ ունենք մենք պարոն Կարապետյան, որովհետև ես պետք է ուղիղ ձեզ ասեմ, որ բարեկրթության կանոնը կամ բարեկրթության շուրջ ձեռք բերված մեր պայմանավորվածությունը քանդման եզրին է, ինչպես նաև քանդման եզրին է պարոն Էդգար Ղազարյանի այս դահլիճում գտնվելու հարմարավետ պայմանների ապահովման գործընթացը։ Ես հուսով եմ դուք ճիշտ եք հասկանում։ Էդգար Ղազարյանը եւ իր պահվածքը մեծագույն խնդրեմ են այս դահլիճում եւ ընդհանրապես ես վստահ չեմ կարող Էդգար Ղազարյանը ի սկզբանե է խնդրեմ եղել այս կյանքում, բայց պարոն Կարապետյան, ես ակնկալում եմ ձեզնից, որ Էդգար Ղազարյանը պետքա գա եւ ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար։ Եթե ասելիք ունեք, խնդրեմ։ Պարոն Ռուբինյան, երկու դեպքերը համեմատելը կարծում եմ տեղին չէր, բայց ձեր մտահոգությունը երկրորդ դեպքի հետ կապված, քանի որ առաջի դեպքը լուծված դեպք էր եւ նաեւ մենք գիտենք թե ինչ նախադրյալներով դա եղավ, կխնդրեի երկու դեպքերը չհամեմատել։ Երկրորդ բանը համբերատարության հետ կապված, բոլորս համբերատար ենք, բոլորս գիտենք, որ չենք ուզում մեր հասարակության աչքին ցույց տանք այն, ինչ որ հետո կամաչենք դրանից։ Ինչ վերաբերում է պարոն Ղազարյանի ասացին, որպեսզի լինենք արդար, ես ինչ որ չափով կիսում եմ, մեր խմբակցությունը կիսում է գործընկերների մտահոգությունը եւ խմբակցությունում տեղի կունենա նիստ, որտեղ կքննարկվի հետագա քայլերը, որի մասին ձեզ տեղյակ կպայենք։ Դրանից հետո ձեր որոշումն է, ձեր որոշումն է։ Սակայն ես արտահայտեցի մեր միտքը, կարծում եմ ընկալելի։ Պարոն Կարապետյան, խնդիր չկա, դուք կարող եք ձեր խմբակցությամբ ունենալ քննարկում, բայց ես չլսեցի ձեր գնահատականը պարոն Ղազարյանի արտահայտության վերաբերյալ։ Խնդրում եմ արտահայտեք ձեր անձնական գնահատականը, ես պետք է իմանամ մենք ինչի հետ գործում ենք։ Պարոն Ռուբինյան, բարեվարկության պայմանավորվածությունների շրջանակներում դա բարեվարկության նորմի խախտում էր։ Շնորհակալություն։ Մենք ներողություն։ Տիկին Գրիգորյան, սա երկու խմբակցությունների հարց է։ Դե վարման կարգ գոյություն չունի այս բանի, ես պարոն Կարապետյանին խոսք եմ տալիս, որովհետև խոսքը վերաբերում է իր ղեկավարած խմբակցությանը, բայց ես մի բան շարունակեմ։ Պարոն Կարապետյան, շատ լավ, ես ուրախ եմ, որ դուք համարում եք, որ պարոն Ղազարյանի վարքը բարեվարկության կանոններից դուրս էր,
ուրախ եմ նաև որ քննարկում կունենանք, բայց ես ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ակնկալում է, որ պարոն Ղազարյանը պետք է ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար, հակառակ դեպքում նրան շատ ծանր օրեր են սպասվում այս ազգային ժողովի դահլիճում եւ ոչ միայն նրան եւ բոլոր նրանց, ովքեր իրենց, չգիտեմ, քաղաքական կամ ոչ քաղաքական թևերը կփռնեն նրա վրա։ Այսքանով այս հարցի քննարկումը կընդմիջենք, հետո Եվ պատճառը երրորդ Թուրքիայի հետ ինչ-ինչ հարցեր բարձելու գործընթացում, ինչ-ինչ հարցեր։ Ինչպես բոլորովին վերջերս տեսանք Իսրայելի օրինակով։ Ես չեմ վախենալի սա ասել, եւ երբ բոլոր լրագրողները պաշարել էին Հայաստանի վարչապետին, ասում էին, պահանջում էին, որ մի ինչ-որ դիրքորոշում ասի։ Հələ ոչ հարցը հասել էր վերջնական լուծման ոչ բան, պահանջում էին, հետո երբ վարչապետը ասեց, որ չի կարծում, որ Հայոց ցեղասպանության հարցը գործիքայնացնելը լավ գաղափար է, ասին, վայ չէ, այս ոնց եղավ, չողջունեց։ Հետո այնտեղ խոսացին Թուրքիա, Իսրայել, Ադրբեջան, ինչ որ հարցեր պայմանավորվեցին, ինչ որ բան տվեցին, ինչ որ բան առան, մեզ հետ կապ չունեցող ընդհանրապես, մեզ հետ ընդհանրապես կապ չունեցող, Հայաստանի շահերի հետ կապ չունեցող ինչ որ թեմաներ։ Տվեցին, առան, վերցրեցին, հարցը հետ քաշեցին։ Չէ, ճանաչումը տեղի չունեցավ։ Վաղը կարող է տեղի ունենա։ Կարող է եւ տեղի չունենա, բայց տեղի ունենա էլ, տեղի չունենա էլ դա չի լինելու Հայաստանի Հանրապետության խնդրանքով։ Ինչպես որ նախորդ դեպքերում չի եղել Հայաստանի Հանրապետության խնդրանքով։ Բայց ինչ է բերել սա, ինչ է տվել սա Հայաստանի Հանրապետությանը մեկ այլ կողմից։ Եվ որևէ պետություն Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Հայաստանի խնդրանքից հետո, կրկնում եմ, հետո, ոչ թե հետևանքով, այլ հետո։ Դա հնարավորություն է տվել այդ պետությանը ասել, որ գիտեք, ես ձեր խնդրանքով ճանաչեցի Հայոց ցեղասպանությունը։ Եվ դա գրանցել մեր միջազգային հարաբերությունների հաշվեկշռում։ Եվ բնականաբար ակնկալել, որ մենք էլ իրենց որևէ խնդրանք պիտի կատարենք, ինչպես ընդունված է միջազգային հարաբերություններում, ու դա շատ նորմալ է։ Երբ որևէ մեկը կատարում է քո խնդրանքը որևէ հարցում, շատ նորմալ է, որ ինքն էլ պետք է ակնկալի, որ մի ուրիշ առիթով էլ դու պիտի կատարես իր խնդրանքը։ Մեկ չես կատարի, երկու չես կատարի, երրորդից արդեն կհասկանան, որ դու այդպես միայն խնդրող ես եւ իրենց խնդրանքը կատարող չես։ Այս սա է ամենամեծ խնդրեմը։ Այդ հարցը միջազգային արտաքին քաղաքականության օրակարգ մտցնելու հետ կապված։ Սա է ամենամեծ խնդրեմը, որովհետեւ դա դարձել է միջազգային առևտրի, քաղաքական առևտրի առարկա։ Ուզած թե չուզած, որովհետև միջազգային հարաբերություններում այն ամեն ինչը դրված է բանակցությունների սեղանին, առևտրի առարկա է։ Ոչ այն իմաստով, որ դա կարող ես ծախել, այլ այն իմաստով, որ դա կարող ես գնել։ Այսինքն դա կարող են քո վրա ծախել, կարող են քեզ վաճառել։ Այսինքն քո ուզածը քեզ տալ։ Եթե դա է քո ուզածը, դա են տալիս։ Եվ դա գրանցում են, որ տվեցին։ Հիմա քո հերթն է ինչ-որ բան տալու։ Ես լսում էի ծառնակաբերդում այս ուրեմն հարցը մեր արտաքին քաղաքականության օրակարգ մտցած Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որտեղ լրագրողները հարցնում են իսկ պահանջատիրություն, նա ինչ է ասում։ Ասում է ճանաչման ուղղված ջանքեր գործադրել, բայց ճակերտները բաց, պահանջատիրությունը խնդրահարույց է եւ չպետք է անցնենք մի գիծ, որը իրատեսական չէ եւ խնդիրներ է առաջացնում։ Լսեցիք Տիկին Վարդանյան։ Պահանջատիրությունը իրատեսական չի։ Ճանաչելը իրատեսական է։ Հայաստանին հաշիվ ներկայացնելը, որ տեսակ ճանաչեցինք, դա իրատեսական է։ Թուրքիայի հետ փակ սահմանը, դա իրատեսական է, դա փակա հիմա, չիլնի։ Հա, բայց այդ պահանջատիրություն, չէ, դա կարմիր գիծ է պահանջատիրությունը, կներեք։ Իսկ այդ դեպքում ո՞րն է ճանաչման քաղաքականության վերջնանպատակը։ Կա՞ արդյոք լինի քաղաքականություն առանց վերջնանպատակի։ Կա արդյոք նման բան քաղաքականության մեջ, այդտեղ ուժեղ դիվանագետներ կան։